Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Հայման Հայաստան մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 15-ն է 2026 թվական։ Հայաստանյան իրադարձություններից խոսենք, թեպետ աշխարհաքաղաքական իրադարձությունները շատ կարևոր հարցերի կանրադառնանք, ուղղակի շատ արտառոց էր այն ինչ որ հիմա ձեզ կներկայացնեմ։ Ռուսական ընդդիմադիր դոշտ հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է։ Այսինքն այն ինչ որ ասել է արտառոց չի, բայց որ հիմա է դա ասում, դրա համար եմ ասում։ Եթե նպատակահարմար համարենք կսկսենք խոսել Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին, բայց այս պահին մենք դա չենք քննարկում։ Եկեք նայենք քարտեզին, թե որտեղ է գտնվում Հայաստանը եւ ինչ մարտահրավերներ ունի։ Ենթադրենք ես չեմ ասում, որ ռուսական ռազմաբազան 100%-անոց երաշխիք է այն ամենի, ինչ հնարավոր է, բայց միևնույն ժամանակ մեր տարածաշրջանում առավել ևս ներկայիս իրավիճակում սրել եւ շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։ Գուցե դա լավ հնչի, բայց ռեալ քաղաքականության մեջ իրականում դա այդպես չէ։ Հարցին բացառում է, որ ռազմաբազան Գյումրիից հանելու դեպքում Ռուսաստանը կարող է ներխուժել Հայաստան, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ չգիտի, հակառակի երաշխիք չկա։ Դուք հիշատակեցիք Ուկրաինան, մենք հիմա բոլորս խոսում ենք Ուկրաինայում պատերազմի մասին, եւ ենթադրենք ինչ որ երկիր, չանվանենք այն Ռուսաստան, X ինչ որ երկիր հարձակվում է Հայաստանի վրա։ Ինչ է անելու աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը, ինչ է անելու ՆԱՏՕ-ն, հայտարարություններ եւ ոչինչ։ Ահա մենք սա հասկանալով առաջ ենք գնում, փորձում ենք հավասարակշռել, ընդգծել է Ալեն Սիմոնյանը։ Հիմա միանգամից մի քանի հարց, որովհետեւ նոր իրավիճակում Ամերիկայի հետ պայմանավորվածության ձեռք բերելու իրավիճակում, երբ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ 99 տարով երաշխավորել ենք Հայաստանի անվտանգությունը, որովհետև աշխարհի ամենահզոր երկրի հետ ենք փաստաթուղթ ստորագրել գործունեություն ծավալում, որ ասում ենք մեռանք մեզ ճղելով, ասում ենք դու Ամերիկայի հետ անվտանգության որևէ խնդիր չես լուծել եւ Ամերիկան քեզ անվտանգային երաշխիք չի տվել, ասում են դե լավ է, եկել է այ մարդ կլնի մի բան էլ ընդունեք ոնց որ կա, կլնի ամեն ինչին մի անուն չկպցնեք, հիմա շատ լավ։ Ամերիկայի հետ 99 տարով բան է պայմանավորվում, բայց ազգային ժողովի նախագահը Ռուսաստանում ասում է, մենք 102-րդ բազան չենք հանում, որովհետև մեր անվտանգության խնդիր ունենք։ Եթե ասում է որևէ X երկիր մեր վրա հարձակվի, ով է մեզ պաշտպանելու, հայտարարություն են անելու ու վերջ, այսինքն իրական պաշտպանողը լինելու է Ռուսաստանը։ Հասկացանք ժողովուրդ ջան։ Բայց ով էր ասում Թրամփի ուղին մեզ համար անվտանգության երաշխիք է։ Դա լսեցիք։ Եվ երկրորդը, հնարավոր է, որ ռուսական բազան ասես Հայաստանից հանի եւ Ռուսաստանը ներխուժի Հայաստան ու գրավի։ Ասում հնարավոր է։ Այսինքն ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք Արցախը հանձնելով վերջապես Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից դուրս եկանք։ Հիմա պարզվում է, որ եթե մենք Ռուսաստանի ֆորպոստը չենք, այլ անկախ պետություն, եւ անկախ պետությունը կանգնում ասում է զորքը տառուստեից ռադդ քաշի գնա, նա կարող է Հայաստանը օկուպացնի։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ես սա ասում եմ Ռուսաստանում։ Իսկ հիմա հարց. Հարավային Կովկասում, ռազմաբազակար Վրաստանում, ռազմաբազակար Ադրբեջանում։ Դուրս չեկավ Ռուսաստանը։ Ու այնպես չի, որ ասենք Ադրբեջան, Վրաստանում դուրս եկավ, բայց Աբխազիա հարավային Օսիա մտավ։ Աբխազիա հարավային Օսիա ինքը ավելի շուտ էր մտած, խոսքը վերաբերում է քաղաքում գտնվող բազայի մասին ռուսական։ Եվ ինչ եղավ, որ նույն Վրաստանն ու Ադրբեջանը 99 թվականին հապկից դուրս եկան։ Ինչ եղավ, Ռուսաստանը հարձակվեց իրանց վրա օկուպացրեց։ Ինչու է Հայաստանը նման խնդիր դնում, որ եթե ես իմ ինքնիշխանության շրջանակներում պահանջեմ Ռուսաստանից, որ դուրս արի ստեղից, ինքը իմ երկիրը կգրավի։
բայց այդ դեպքում Ամերիկայի հետ ինչ անվտանգության հարց եք լուծել, ում եք խաբում, որ կանգնում ու ասում են, որ Ամերիկայի դուք այդ հարցը չեք լուծել, Ամերիկան Հայաստան չի մտել, որտեղ եթե Ամերիկան Հայաստան մտած լիներ, պետք է ինչ-որ մեկը դուրս եկած լիներ, բայց ինչ-որ մեկը դուրս չի եկել, Նիկոլ Փաշինյանը շարունակում ասել մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չենք փչացնելու, ամեն ինչ լավ ենք անելու եւ զարգացնելու ենք։ Եվ Ալեն Սիմոնյանը գնում է եւ ասում է, որ մենք ընդհանրապես բազայի հարց չենք քննարկում, որովհետեւ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը։ Լուրջ դուք կարծում եք, որ Ռուսաստանի 102-րդ բազան Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եթե որևէ մեկը մեր վրա հարձակվի, ինչ որ X երկիր, հա։ Այսինքն Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը հարձակվում են եւ 102-րդ բազան պաշտպանում է Հայաստանին։ Լուրջ եք ասում։ Բայց ինչի համար է ասում Ռուսաստանում։ Ինչի համար է ասում, որ մենք մեր անվտանգությունը ձեզ ենք պատվիրակում։ Եվ ինչի համար է ասում, որ այո, խնդիր կունենանք, եթե մենք Ռուսաստանին ասենք դու սարի։ Առաջինը Իրան ենք պատվիրակել մեր անվտանգությունը եւ երկրորդ, եթե Իրան ասենք դուրս արի, այսինքն քո ազդեցությունը մեր երկրի վրա պակասացրու, ինքը ուղղակի Հայաստանը կգրավի։ Էսա ձեր անկախությունը, որը ստացել եք։ Այս ձևի եք գնում Եվրոպա։ Այս ձևի եք Ամերիկայի հետ ծրագիր իրականացնում։ Այնպես որ կարծում եմ, որ ամեն ինչ ավելի քան պարզ է։ Իսկ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, սա էլ երեկվային հայտարարությունն էր, որ հիմա անդրադառնանք դրան։ 2018 թվականին ես խոսում էի մեր պատմության ցիկլը փոխելու մասին, բայց նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ես աշակերտներին ասացի, որ ես համոզված եմ, որ մենք փոխել ենք մեր պատմության ցիկլը։ Ես անգամ դրա օրը գիտեմ։ 2024 թվականի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը մեկ ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ 2024 թվականի ապրիլ-մայիսին այս ժամանակ սահմանազատման գործընթացն էր եւ Հայաստանում մեծ դիմադրություն էր առաջանում ես հիշում եմ որ մենք խորհրդակցություն ունեցանք կառավարությունում անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով եւ հիմնական հարցն այն էր որ եթե նման մեծ դիմադրություն կա, պետք է հետաձգել սահմանազատման որոշումները։ Եվ այդ պահին ես հասկացա, որ եթե գնանք այդ ճանապարհով, ապա 90 թվականին սկսած պատմության ցիկլը փակվելու է եւ մենք որոշեցինք, որքան էլ դժվար լինի, գնանք այս ճանապարհով։ Մենք անցանք այդ ճանապարհով եւ ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մեր առաջ դրված խնդիրը կատարել ենք։ Պետության կործանելու ռիսկը այսօր հաղթահարված է, նշել է Փաշինյանը։ Հիմա ինքը 2026 թվականին խոստովանում է, որ 2024 թվականին մենք կարող ենք մեկ ամսվա ընթացքում կորցնեինք հայոց պետականություն։ Այսօր ասում։ Հիմա հարց։ 2024 թվականին ես ամենօրյա եթեր եմ մտել եւ կարող են մարդիկ հետ գնալ հերթականությամբ շարված է իմ ալիքում։ Թե ինչ եմ ես զգուշացրել 2024 թվականին, հավանական ինչ ռիսկերի ու վտանգների մասին ենք խոսել, աշխարհաքաղաքական տարածաշրջանային վերլուծություններով ցույց ենք տվել, որ Հայաստանի առաջ ինչ վտանգ է կանգնած, եւ դուք նայեք այն ժամանակ ինչ էին ասում իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը ինչից էր խոսում։ Խոսում էր, որ այո, պետքա նոր տարուց մի քիչ հնացած մսով ձվածեղ սարքել, պետք է եգիպտացորեն ուտելու ձևներ սովորացնում, աղը ինչպես լցնել, խոզը ինչպես խանձել եւ այլ բաներ։ Եվ իր ամբողջ թիմակիցները խոսում էին հաջողությունների մասին։ Իր սազանդարներն էլ պատմում են, որ ինչպիսի հաջողություն է Նիկոլ Փաշինյանը գրանցել արտաքին քաղաքականության հարցում եւ մենք նրան պաշտպանում ենք։ Հիմա հարց 2020 թվականի պատերազմում կանգնում ասում ես, որ մենք կարող էինք չկռվել ու հանձնել առանց կռվի, բայց կռվեցինք։ Հասկացանք, որ դա պետք էր Ալիևին, որպեսզի ցմահ ընտրվի։ Ինքը հաղթող նախագահի տիտղոս էր պետք, որ դու Ալիևին տաս։ Դա գին ունի, այդ գինը վճարել է ուրեմն այդ մարդը։ Երկրորդ, եթե մենք չստորագրեինք 2022 թվականին Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մենք խնդիր կունենայինք, պետք է ճանաչեինք Արցախը Ադրբեջանի կազմում։ Դա էլ է ճանաչել։ Դրանով իսկ ասում ես պատերազմից հետո Արցախը ճանաչելով մենք դուրս եկանք ֆորպոստի կարգավիճակից եւ
պետականությունը կորցնելու վտանգը վերացավ, որովհետև Արցախը պարան էր մեր վիզը գցած, հանեցինք այդ պարանը, շպրտեցինք եւ հիմա մենք այլևս անկախ պետություն ենք։ Դա ասվել է 22-ին։ Արցախը ներքաշվեց պատերազմի մեջ 23-ին, Հայաստանը չօգնեց, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 91 թվականից Արցախը եղել Ադրբեջանի կազմում եւ ինչ է պետք է Հայաստանի զորքը լինի Արցախում։ Ընդհանրապես չմասնակցեց դրան, որպեսի վերջնականապես ոչ մի խնդիր չլինի Արցախը, որպեսի վտանգ առաջացնի Հայաստանի պետականությանը։ Բա 2024 թվականին ինչ էինք կորցնում այսքանը հանձնելուց հետո։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ Ադրբեջանն ասում էր այդ 4 գյուղը եթե չտաս, ուժով կվերցնեմ, ուժով կվերցներ ամբողջ Հայաստանը, լուրջ, բա ինչ ոնց է իրան կախացել։ Այսինքն դու զիջման գնացիր նրա համար, որ Ադրբեջանը Հայաստան պետությունը չվերացնի, այո, շատ լավ, որովհետև Ադրբեջանն ասում էր այդ 4 գյուղը իմն է, չտաս Հայաստանը կվերացնեմ։ Հիմա դու դա տալով, բայց ուշադրություն, այն ժամանակ չի որ ասեք դե Ժողովուրդ ջան, դե այն ժամանակ քո չէր ասելու Հայաստանը վերանալու է, ասեր խոճապ տարածեր, դրա համար չի ասել։ Ես չեմ խոսում նրա մասին խոճապ տարածել թե ոչ։ Հասարակությանը զգոմ պահելը խոճապ տարածելու հետ ի՞նչ կապ ունի։ Բա որ բան ենք ասում Կիկոսի մահն եք սարքել։ Բա եթե Ալիևը ուսումնասիրում է, որ քո հասարակության զգոնությունը բթացնում ես, նա ով հասարակության զգոնության սթափության կոչ է անում, նրան փորձում ես լրացնել, բա նա հասկանում է, որ ինքը վաղը ավելին է ուզելու։ Ու եթե այսօր Ալիևը կանգնում է, ու քո այս հայտարարությունը, որ դու վախեցած էիր, որ պետականություն կկորցնես այդ գյուղերը տվեցիր, եւ այսօր կանգնում ես, ասում ես, որ Ադրբեջանի նախագահը մի օր եղել է, որ չասի, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, դա ընդամենը Մյունխենում էլ է նոր այդ մասին ասել։ Այսինքն մենք պետք է գնանք մեր պատմական հողերին տեր կանգնենք, մեր մշակութային արժեքներին տեր կանգնենք, մեր քաղաքացիները պետք է վերադառնան։ Այսինքն եթե ինքը այսօր հայտարարում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, եթե չտակ տանկերով կմտնենք, եթե կմտնենք ավտոմեքենաներով, եթե չէ կմտնենք տանկերով։ Հիմա վաղը պետք է կանգնես, ասես դե Ժողովուրդ ջան, մենք կանգնած էինք պետականության կորուստի շեմին, հոձես չէի ասելու դրա մասին։ Դրա համար ասում էի գնացեք տրճիկ տվեք, պարեք, երգեք, ուրախացեք, պարգևավճարներ ստացեք, համերգներին մասնակցեք, ապագան այսօր է եւ այլն։ Հիմա եթե այն բանը, որը 24 թվին զգուշացրել ենք եւ ուշադրություն, ես падգամավոր չեմ, ես կառավարության անդամ չեմ, այսինքն գաղտնի ինֆորմացիային չեմ տիրապետում։ Ես չեմ իմացել, որ մեր երկիրը պետականության կորուստի առաջ է կանգնած որևէ ինֆորմացիայով։ Ես դա ձեզ ներկայացրել եմ իմ վերլուծական ունակությամբ, ուսումնասիրելով թե աշխարհում ինչա կատարվում։ Հիմա նայեք ինչ ասվեց 24 թվականին եւ ինչ են ասել իրանք։ Բայց այսօր եթե զգուշացնում ենք, որ այդ վտանգը փարատված չէ, Հայաստանի պետականության կորուստի, նույն ձևով հարձակվում եք մեր վրա։ Ինչա ձեր ուզածը, թողեք էլի, դուք եք գնալու կռվեք։ Բանը Փաշինյանը խաղաղություն ա բերել։ Փաշինյանն ասում է խաղաղություն չեմ բերել, Հայաստանը վերանում էր։ Եթե այդ գյուղերը չտայի վերանում էր։ Հիմա Ալիևը չի հրաժարվել իր մտքից արևմտյան Ադրբեջանը վերցնելու։ Հիմա վաղն էլ եք ասելու, եթե չտայինք վերանում էր։ Ու նույնիսկ Ամերիկան երաշխիք չի, եթե Ամերիկան երաշխիքը լեր, բա ինչ էի կարդում ավելի վերևից, որ Ալեն Սիմոնյանն ասում էր ինչ Ամերիկայի երաշխիք, որ որևէ X երկիր մեր վրա հարձակվի, ընդհանրապես հայտարարություն են անելու։ Եթե խոսքը գնում է նաև ՆԱՏՕ-ի մասին, իսկ Ամերիկան ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ ներկայացուցիչն է։ Եթե ինքը հեգնական ասում է, որ ՆԱՏՕ-ն կամ մյուս կառույցները ընդհանրապես հայտարարություն են անելու, ի նկատի ունի նաև Ամերիկային։ Սա է Հայաստանի իշխանությունների կարծիքը ամերիկյան անվտանգության մասին։ Եվ սա այս հարցն եք դուք լուծե, որ կանգնում եք Ադրբեջանին, ասում եք մենք ոչ մեկից օգնություն չենք սպասում, բացի հայտարարությունը։ Մենք աջակցություն ակնկալում ենք Ռուսաստանից, որ Ռուսաստանի, որ քանի անգամ է Քուշայերը ծախել Ադրբեջանին ու Թուրքիային։ Ոնց ես դու ես, եթե դու այսօր կանգնում ես
ասում ես Ռուսաստանում, որ մեր անվտանգության երաշխավորը դու ես X պետության հարձակման դեպքում, Ադրբեջանը Ռուսաստանի ցանկացած ձևի կպայմանավորվի, որ այդ X պետություն Ադրբեջանը եթե մտնի Հայաստան, Ռուսաստանը չխոչընդոտի որևէ ձևով, ով է դրանում կասկածում։ Հիմա դուք հասկացաք ինչ բացահայտեցին։ Սա է։ Հիմա եթե մարդիկ են գտնվում, որ ասում են մենք հավատում ենք, ինչա ձեր ուզածը, էսա մեր ուզածը, որտեղ մեր պետականությունը կորցնում էինք, այդ էինք զգուշացնում, որ բավական զգոնությունը բթացնեք, հակառակորդը դա տեսնում է, իսկ հակառակորդը զգոնությունը բթացնելու հիմա արդեն այլ տարբերակներ ունի, առեք էժան բենզին, առեք հիմա ես քեզ եմ օգնում, ապրանքների փոխանակություն արեք, սահմանները կբացվի, շատ լավ կապրեք, այս կանեք, այն կանեք, այն կանեք, հասարակական կարծիքը տրամադրում են դեպի Թուրքիա ու Ադրբեջան, որ վաղը մյուս օր իրանք ավտոմեքենայով էլ մտնեն, աղոհացով ժողովուրդը դիմավորի, եւ իմ նման մարդիկ լինեն շատ քիչ, որ նրանց պայքարը որևէ ձևով արդյունք չտա, չեք հասկանում ինչա կատարվում, որտեղ իմ ուժը դա ձեր աջակցությունն է, որ հնարավորինս մաքսիմալ շատ մարդ լսի ու հասկանա ինչա կատարվում։ Եթե մարդիկ ասեն ձեր ուզածն ինչա, թողեք հանգիստ վայելենք էլի։ Թուրքիա թաղանը ինչա ձեր ուզածը։ Էդ է որ հայրենիք ենք կորցնում։ Սառնասրտորեն ասում է մի ամսվա ընթացքում մենք պետություն չէինք ունենա։ Հիմա դուք sense հանգիստ նստած սպասում եք ոտնակ հաջորդ անգամ sense բան երբ ասելու։ Իսկ հիմա երբ որ Մյունխենի գագաթնաժողովից ենք խոսում թե ինչա կատարվում բան, այնպես չէ, 13-ից 15-ը մինչև այսօր էր դեռ քննարկվում։ Նիկոլ Փաշինյանը տեսակ երեգել էր շատ զբաղված, հանդիպման էր գնացել Արարատում իր գիքներ ներկայացնում, այսօր էլ ինքը ավանդույթի համաձայն գնացել էր Սուրբ եւ անմահ պատարագի Հովանավանքում, բայց իհարկե այսօրվա հանդիպումը մի քիչ տարբերվում էր նախորդներից, դա էլ ուշադրություն դարձնենք։ Նախորդների ժամանակ նախապես ասում էին, որ գնալու ենք եւ ոստիկանությունը լցվում էր, չգիտես ինչ, լրագրողներ գալիս էին, միաժոտաժ, քաշքշոտ եւ այլ եւ այլ։ Հիմա արդեն կամած որոշեց հանկարծակի գնալ։ Հետո կամած բաներ փոխվեց։ Հետո էլ սկսեց կառավարության անդամներին չտանել։ Հիմա էլի բան փոխվեց։ Ինքը ամեն անգամ իր էջում, իր պաշտոնական էջում դնում էր տեսանյութ, թե ոնց է գնացել որևէ տեղ պատարագի։ Բա հարց է ծագում, բայց անգամ որ գնացել էր կնոջը հետ։ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է պատարագի։ Բա որտեղ մնաց այդ վերջի կադրը չոքելու։ Բա ինչի չկար։ Ինչ էր պատահել, բա որ ամեն անգամ սկզբունքը դա է, որ գնում եք, եթե այս անգամ գնացել ես այդ դրվագը ուր է, նախորդ բոլորը իր էջում կա։ Հա, մոռացել էինք։ Ինքը կառավարության անդամներին է չոքաստում, եկել խալխի կնանոց։ Եթե դա ասուդեմ է չոքելու, բա այսօր ինչի չէիք չոքել։ Բա որ բան ենք բացատրում, ասում ենք ժողովուրդ ջան, այս բանը սխալ է անում, այս բանը սխալ է անում, այս բանը սխալ է անում։ Ինչ եք հարցակվում, ասում եք, ինչ անում է ճիշտ է անում։ Բա ինքը ո՞րն է հիմի ճիշտ անում, նախորդը թե այս մեկը։ Մի բան ավանդույթի ուժով արել է, 3 բան փոխել է արդեն։ Նախապես չի զգուշացնում, կառավարության անդամներին հետը չի տանում ու չի չոքում։ Բա այդ ում լսեց որ արեց։ Դուք ասում եք ամեն ինչ ճիշտ է անում։ Էն էլ է ճիշտ արել են, այսինքն դուք սեփական տեսակետ չունեք։ Ձեր տեսակետը sense պատվիրակել եք Նիկոլ Փաշինյանի։ Դուք որպես անհատ գոյություն չունեք, որտեղ երեկվա արածնել էր, ճիշտ այսօրվանը, երեկվան այսօրվանից տրամագծորեն տարբերվում է։ Թողեք մինչև իրան փոխելը, իրան կարողանանք փոխենք։ Աթոռին նստած, որ ինքը գոնե մի բան հասկանա, ամեն անգամ մի անտրամաբանական բան չանի, գոնե դրանք չանի խայտարականի։ Չասի բա ասու առաջ էինք չոքում։ Բա ասու առաջ չոքում էիր, էդքի չէիր ուզում կնկանա թե որ գնացել էիր չոքեիր։ Բա այդ նույն մարդիկ այդ բաները չեն նայում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կապված երեկել խոսեցինք, այսօր էլ ասեմ, դա շատ կարևոր է այդ որակապես բանը փոխվել, էլի այդ հարաբերությունների մեջ Ամերիկա, Եվրոպա դրան անպայման պետք է անդրադառնանք։ Ուրեմն ինչ էր, երեկել որ ասում էր, այսօր էլ իհարկե հանդես եկել նույն թեմայով,
Մեզ պետք են դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանել իրենց, որպեսզի հակառակորդներից որևէ մեկի մեջ հավաքական ուժին մարտահրավեր նետելու ցանկություն չառաջանա, ասել է Մարկո Ռուբիոն։ Մեզ պետք են դաշնակիցներ, որոնք հպարտանում են իրենց մշակույթով, իրենց ժառանգությամբ եւ մեր հետ միասին ցանկանում ու իր վիճակի են պաշտպանել դա։ Մենք Ամերիկայում չենք ցանկանում լինել արևմուտքի կառավարող անկման քաղաքավարի կոկի դիտորդները, մենք ցկտում ենք ոչ թե պառակտման, այլ հին բարեկամության վերածննդին, հավելել է պետքարտուղարը։ Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից, հակամարտությունը ի վերջո կլուծվի բանակցությունների միջոցով։ Եվ որ տարածվել էր, որ մեծ շանտաժ էին արել իրանք, ուրիշի միջոցով գցել էին, թե եթե տենանք չի ստացվում, դուրս կգանք, դուրս չի գա։ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ մինչև ընտրություններ ինքը կկարողանա գոնե այդ առիթը օգտագործի, ասի տեսակ այդ հարցը լուծեցի խաղաղության։ Դրա համար դուրս չի գա։ Հիմա արդեն Մարկո Ռուբիոն ասել է, որ ձեռքաշեք այդ ամեն ինչը չի լինելու։ Եվ նորից էլի մի անգամ եւս ինքը անդրադարձել է։ ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը եւ կախվածություն ունենա իրենից։ Ոչ մի կառավարության համար չկա ավելի կարևոր պարտավորություն, քան սեփական ժողովրդին եւ ազգին պաշտպանելու կարողությունը։ Ահա թե ինչու մենք խոսում ենք մեր գործընկերների ՆԱՏՕ-ում կարողություններ ունենալու կարևորության մասին։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք այդ մասին, մարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք մտածում են, դա նշանակում է, որ դուք լքելու եք ՆԱՏՕ-ն, լքելու եք ձեր դաշնակիցներին։ Կարծում եմ, մենք փորձում ենք ընդգծել, որ որքան ուժեղ են մեր դաշնակիցները, այնքան ուժեղ ենք մենք միասին, նշել է պետքարտուղար Ռուբիոն։ Հիմա մենք նայենք արդյունքում ինչ ստացվեց։ 2025 թվականին, երբ որ նոր էր պաշտոնը ստանձնել Դոնալդ Թրամփը եւ Ջեյ Դի Վենսը որպես փոխնախագահ, հունվարի 20-ից հետո փետրվարի 14-ից 16-ը Մյունխենի գագաթնաժողովն էր անվտանգության։ Այսինքն անցյալ տարի այս նույն գագաթնաժողովը, որը այս մեկը 13-ից 15-ն է։ Եվ գնացել է Ջեյ Դի Վենսը, որը գնաց շատ անհարգալից խոսեց, Եվրոպային մեղադրեց, ժողովրդավարության էր անուն դնում, չգիտես ինչ էր։ Այդ էր զուգադի պետք այն ժամանակ, որ Դոնալդ Թրամփը թագավորի բանը դրել էր գլխին եւ իրան արդեն կարծում էր թագավոր, էլի։ Եվ տեսեք ինչ նախնդիրը։ Ամերիկայի նախագահը իրան թագավոր էր կարծում, բայց Ջեյ Դի Վենսն եկել էր բաներ անում։ Ամոթանք էր տալիս, որ ձեր մոտ ժողովրդավարություն չկա։ Իհարկե շատ վատ ընդունվեց, նրան պատասխանեցին, անգամ Բորիս Պիստորիուսը, պաշտպանության նախարար, շատ քաղաքակիրթ ձևով տեղը դրեց, որ այսուր ես եկել, այս ինչ է, այս ինչ ձևի ես քեզ պահում։ Հիմա այս անգամ Ջեյ Դի Վենսը չեկավ։ Այն դեպքում, երբ որ Ջեյ Դի Վենսն եկել էր Իտալիայից եկավ Հայաստան ու Ադրբեջան, այդ եկա զենքով, զորքով, որ եկել էր, հետ գնալուց կարող էր մտնել Մյունխենում մասնակցել ու գնալ, բայց իր դեմքով Արևմուտքը ասելու էր դու անցանկալի անձ ես ստեղ, որտեղ դու եկար քեզ սխալ պահեցիր, իսկ հիմա հարաբերությունները Ամերիկան ցանկանում է բարելավի Եվրոպայի հետ։ Այդ համար ուղարկեց Մարկո Ռուբիոին, որն եկավ ասեց, բա մենք ձեր զավակն ենք, մենք սենց ենք, մենք ամեն ինչ անելու ենք, մենք դուրս չենք գալու, մենք միասնական ենք եւ այլ եւ այլ։ Այսինքն սա համեմատեք նախորդ անգամվա վերաբերմունքը եւ համեմատեք սա անգամ Վենսին չուղարկեցին, հասկանալով, որ ուղակի որևէ ձևով Վենսը ոնց էլ խոսա, նորմալ չի ընդունվելու։ Ուրիշ մարդ կա, որ ասի ոնց որ թե այդ դնենք մի կողմ, մոռանանք, ու պատահական չէ, հիմա ես ձեզ կներկայացնեմ, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթին Մյունխենի անվտանգության համաժողովում։ Այնպիսի պահերին, ինչպիսի սա է, դուք կամ մարտնչում եք, կամ դիմում փախուստի։ Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով նա գնահատել է Ռուբիոյի խոսքի հուսադրող տոնը, նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ մենք ընդհանուր արմատներ ունենք եւ մենք մարդկանց միավորել ենք ընդհանուր պատմության մեջ։ Մյունխենում հուզմունքով են ընդունել խոսքի երանգը, որով ԱՄՆ պետքարտուղարն արտաբերել է իր ելույթը վաղեմի դաշնակիցներին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կտրուկ կշտամբանքից հետո անցյալ տարվա գագաթնաժողովում։ Իդեպ անցյալ տարվա գագաթնաժողովում մի քանի անգամ ես անդրադարձել եմ սրան եւ ասել եմ, որ Ջեյ Դի Վենսի պահվածքը ուղղակի խայտառակություն էր, ուղղակի ամոթ էր։ Այնպես որ նրանք ովքեր իմ խոսքին հետևում են կհիշեն, այնպես չէ նոր ենք ասում դրա մասին։
Ես կարծում եմ, որ այդ տոնը վճռական էր ինձ համար, որովհետև նա հստակ հասկացրեց, որ իրենք ցանկանում են միասին լուծել համատեղ ապագայի խնդիրները, ասել է Պիստորիուսը։ Եվ նորից հիշեցնենք, որ Բորիս Պիստորիուսը այն արժանի կադրն էր, որ անգամ Օլաֆ Շոլցի կառավարությունը ձախողվեց ընտրությունների արդյունքում, բայց Բորիս Պիստորիուսին ասին դու պետք է մնաս։ Նա շարունակեց մնալ պաշտպանության նախարար։ Եվրոպական հանձնաժողովի այդ ուղղակի նաև հասկանանք Եվրոպայի դերակատարությունը ինչքան է մեծանում, իսկ դա նշանակում, իսկ դա Հայաստանի հետ կապված, երբ որ ասում են բա մենք ում պետք է դիմենք, մեռանք ասելով ում պետք է դիմենք, դիմեք Եվրոպային եւ ակնկալեք նաև ոչ միայն ռազմաքաղաքական եւ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական տիրույթ։ Քայլ արեք, որպեսզի այդ մարդիկ ձեզ որպես գործընկեր ճանաչեն ու պաշտպանեն, ոչ թե ասեք, եթե ռուսական բազան դուրս գա, մեզով ատեր։ Մի հատ էլ հեգնանքով խոսեք արևմտյան կառույցների հասցեին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. ոմանք հարցնում են, արդյոք մենք կարող ենք մեզ թույլ տալ ավելի շատ ծախսել պաշտպանության վրա։ Ես պատասխանում եմ, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ չծախսել։ Մենք բոլորս համաձայնեցինք ավելի շատ ծախսել, հիմա մենք պետք է հատկացնենք գումարը եւ այն վերածենք իրական պաշտպանական կարողությունների։ Ահա ինչի մասին որ պարբերաբար խոսում են, երբ որ մարդկանց ասում ենք, որ այս բանը ճիշտ չի, մեր արտաքին քաղաքականության մեջ ասում են ինչ եք առաջարկում։ Ժողովուրդ ջան, առաջարկություն ասելը անպայման չի ամեն անգամ ասենք ժողովուրդ ուշադիր առաջարկում եմ։ Այնա խոսքի մեջ ասում ենք, որ մեր պատկերացածը Եվրամիությունն է։ Էլ հատուկ առանձին պետք է առաջարկություն բառը շեշտ է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, Ռուսաստանը դեկտեմբերին եւ հունվարին կորցրել է 65,000 մարդ։ Նրանք չեն հաղթում այս պատերազմում, նրանք շատ փոքր հաջողությունների են հասնում Դոնեցկում եւ այլ վայրերում, այնքան փոքր, որ գրեթե աննշան են, բայց նրանք կորցնում են այս բոլոր մարդկանց։ Եթե Մոսկվայում կա բռնապետ, որը պատրաստ է դա անել, ապա մենք գործ ունենք մի մարդու հետ, որը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդին այս պատերազմում։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան, քանի որ նման վարքագիծը խելագարություն է։ Սա էլ Մարկո Ռուբիոյի ներողություն Մարկ Ռյուտեի կարծիքը, հիշեցնեմ նաև, որ ինքը 10 տարի եղել է Նիդերլանդների վարչապետը ու բավական լավ, բավական լուրջ կազմակերպիչ եւ ինչպես տեսնում եք ինքը ամեն ինչ անում, որ կարողանա ՆԱՏՕ-ի կառույցի ղեկավար լինելով եվրոպական շահերը առաջնահերթ դիտարկել։ Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, բայց սերտ համագործակցում է Եվրամիության հետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է. մենք պետք է միասին առաջ շարժվենք, որպեսզի ՆԱՏՕ-ն դարձնենք ավելի եվրոպական։ Իմ կարծիքով Եվրոպան քնած հսկա է։ Մեր տնտեսությունները գերազանցում են ռուսականին ավելի քան 10 անգամ։ Մենք հսկայական պաշտպանական ներուժ ունենք։ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ չնայած ԱՄՆ մնում է անփոխարինելի դաշնակից, սակայն ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը նշանակում է, որ Եվրոպան պետք է ստանձնի սեփական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։ Սա նոր նորմա է։ Սթարմերը հավելել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ստեղծել կոշտ ուժ եւ պատրաստ լինի կռվել, եթե դա անհրաժեշտ է։ Սա մեր ժամանակի կարգախոսն է եւ մենք պետք է ընդունակ լինենք, զսպենք ագրեսիան եւ այո, անհրաժեշտության դեպքում մենք պետք է հաստատ լինենք կռվել, անել հնարավոր ամեն ինչ մեր մարդկանց, մեր արժեքները եւ մեր ապրելակերպը պաշտպանելու համար։ Իսկ դուք պատկերացրեք, Եվրոպան ասում է Ռուսաստանի դեմ ենք պայքարում, պատրաստում ենք, անհրաժեշտության դեպքում կռվելու ենք։ Մարկ Ռյուտեն ասում է, եթե մենք կռվենք, կհաղթենք եւ այլ էս ամեն ինչ ասում է, իսկ Հայաստանից ազգային ժողովի նախագահը գնում է ռուսական ալիքով ասում է, որ մեր անվտանգությունը դուք եք պաշտպանելու։ Դուք պատկերացնում եք Մյունխենում ինչ են քննարկում, Մոսկվայում ինչ են քննարկում, Հայաստանում ինչ են քննարկում։ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն ասել է. մենք պետք է թույլ տանք հարվածել Ռուսաստանի տարածքին, որտեղ միակ լեզուն, որը Ռուսաստանը հասկանում է, ուժի լեզուն է։ Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինայի էներգետիկ համակարգին եւ առանց հաշվի առնելու ցուրտ ծվռան հանգամանքը։ Ինչպես տեսնում եք,
հիմա մենք այս ամեն ինչի շրջանում տեսնում ենք Եվրոպայի վճռականությունը, իսկ նաև Ռուսաստանում տեսնում ենք խայտառակ վիճակը, նրանք փորձում են իհարկե մարդկանց այս կոտորելու գնով գոնե մի քիչ առաջ գան, որ բանակցային սեղանին առավելություն ունենան, բայց Ամերիկայի հետախուզությունը վաղուց գիտի, թե Ռուսաստանում ինչա կատարվում, հսկայական թվով գիտեն ոնց են փակվում գործարանները, ոնց է խայտառակ ձևով փակվում փոքր բիզնեսը, մարդկան գնողունակ պահանջարկը ինչքան է փոքրացել, մարդկանց աշխատավարձը պակասեցնում են, նոր հարկեր են մտցնում եւ այլ, ինձ հետաքրքիր է Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, գործարանները, այս ամեն ինչի մասին տեղյակ չեն։ Տեղյակ չեն ինչի տակ են ուզում Հայաստանին մտցնեն։ Չեն նայում, քանի փոքր բիզնեսի օբյեկտ է փակվում։ Բա որ Ռուսաստանում կանգնեն այդ գործարաններին ասեն, եթե փող ունեք, դրեք Ռուսաստանի փոքր բիզնեսները չփակվի։ Ինչ են կանելու։ Բա բիզնեսները սա դրսում է։ Պուտինն էլ հանձնարարեց, ինչ են կանելու։ Դուք չեք ուզում մարդիկ իմանան ինչա կատարվում։ Եթե դուք ազնիվ մարդիկ եք, օբյեկտիվ ներկայացրեք։ Ես 20 տարուց ավել ասում եմ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական փոխշահավետ համագործակցություն հաստատի, բայց ինձանից շատ Եվրոպայի եւ Ամերիկայի թերությունների մասին ոչ մեկը չի խոսում։ Որտեղ ես չեմ ուզում թոզ փչեմ մեր ժողովրդի աչքին։ Մենք ասում ենք ժողովուրդ ջան, իմացեք, ամենտեղ ոչ միտեղ էլ կատարյալ չի։ Հայը աշխատող մարդ է, հայը ուզում է ազատ պայմաններում օրենքի երկրում աշխատի, բարիք ստեղծի, իր փողը ստանա, գիշեր-ցերեկ աշխատող մարդիկ են։ Ով է ձեզ ասել, որ Եվրոպայում հեշտ են փող աշխատում կամ Ամերիկայում։ Նրանք, ովքեր կանգնում են հորթի հրճվանքով ներկայացնում են Ամերիկան իդեալական կամ Եվրոպան, կամ նրանք բացարձակ պատկերացում չունեն ինչի մասին են խոսում, կամ էլ թե չէ մի կտոր գրանտի տեսքով լափ են տվել չինովնիկները ու ասեն եք գնա քութիկի պես կպաշտպանեք մեր շահերը, ով ինչից խոսակ ասեք Եվրոպայից լավը չկա կամ Ամերիկայից լավը չկա, բա դա ազնիվ է մեր ժողովրդի նկատմամբ, մենք ասում ենք դրեք համեմատության մեջ Ամերիկա, Եվրամիություն, ՆԱՏՕ կամ Ռուսաստան, ԵԱՏՄ հապկ, ընտրեք ժողովուրդ ջան, ընդեղ էլ թերություններ կա, ընդեղ էլ, բայց համեմատելու բան են դրանք, անհամեմատ են դրանք իրանց կշռով, իրանց ազդեցության, ժողովրդավարության, իրանց մակարդակով ու ամեն ինչով։ Բա այն մարդիկ, ովքեր Ռուսաստանի քարոզչությունն ու գովքն են անում, չեն հասկանում ինչի տակ են ուզում մեզ կողեն։ Իսկ դուս էլ չենք եկել, է։ Իշխանության արածիստենը մեկ, որ մենք դուս ենք եկել։ Բա այն մարդիկ, ովքեր վճռական ու համոզմունքով գտնում են, որ պետք է դրանից տարանջատվենք, բա որ չեն էլ թողում, որ այդ մարդիկ հարթակ ունենան խոսալու չգիտես ինչ են անում, իրանց աղբը սենց լցնում են համացանցում, որպեսի գոնե մի բան որ ասես, չեն կարա քեզ լրացնեն, բայց ինչ են անում դրա փոխարեն։ Դրա փոխարեն իրանք իրանց ասածները լցնում են, որ մարդը եթե մի ակնթարթ ուշադրությունը շեղի, այդ նյութը գա իր աչքի առաջով անցնի։ Ես օրը մի հատ նյութ եմ գցում, իրանք ամեն մեկը 10 հատ նյութ են գցում ու տարածում են իրանց բոլոր օղակներով, որ մարդը ինչ նայի, ասի դե լավ, կամ էս Նիկոլ Փաշինյանն է, կամ էս ռուսամետներն են, բթամելով կա որտեվ դա էլ է լրացնելու ձև, որ նենց անես, քեզ քիչ լսեն։ Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտակոսը հայտնել է, որ ընդլայնման երկու մեթոդաբանությունը մշակվել է խաղաղ ժամանակների համար եւ արմատական փոփոխության կարիք ունի։ Սա էլ է մեզ վերաբերվում, ես ասեմ ինչով։ Ուկրաինան արդեն այժմ դրական ավանդ է ներդրել Եվրոպայի զարգացման գործում։ Եվրամիությունը ստիպելով իմաստավորել առաջնահերթությունները եւ մասնավորապես ընդլայնումը վերադարձնել օրակարգ։ Երկրորդ, մենք նորից գիտակցեցինք, թե որքան կարեւոր է անվտանգությունը Եվրոպայում։ Գուցե մենք այս պահին մոռացել էինք, ավելացել է եվրահանձնակատար Կոսը։ Եվ այսպես, ելնելով մեր ներկան մեթոդաբանությունից 2027 թվականի հունվարի 1-ին անդամակցությունն անհնար է, բայց մենք պետք է լուծում գտնենք, թե ինչպես հաղթահարենք խզումը գործող մեթոդաբանության եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների միջև։ Մենք չենք կարող այլևս սպասել, ասել է եվրահանձնակատարը։ Մարտակոսն ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը պետք է ընկալել ոչ միայն որպես ընդլայնում, այլ նաև որպես աշխարհաքաղաքական անհրաժեշտություն։ Սա Եվրոպայի միավորում է եւ պատմության մեջ առաջին անգամ մենք հնարավորություն ունենք, եթե ամեն ինչ ճիշտ անենք, միավորել Եվրոպան եւ դա շատ ավելի կարեւոր է, քան պարզապես ընդլայնումը, ասել է եվրահանձնակատար Կոսը։ Հիմա ասեմ ինչով է դա նաեւ մեզ վերաբերվում, մենակ Ուկրաինային չէ։ Ասում են խաղաղ պայմանների
այն սկզբունքներն ու չափորոշիչները, որոնք պետությունների համար սահմանել են, հիմա այլևս այս պայմաններում չի գործում։ Այսինքն հիմա այսօր մենք տեսնում ենք Ուկրաինան ինչ է անում համաեվրոպական ծրագրերի համար, կռիվ է տալի առաջի գծում, իսկ մենք այսօր չափորոշիչներից ենք խոսում։ Այն ինչ որ ինքը արել է, բերեք այսօր արտակարգ իրավիճակների պայմաններում մենք դա վերանայենք, որի պարագայում կարողանանք Ուկրաինային ավելի շուտ անդամակցի Եվրամիությանը, որտեղ այսօր 2027-ին չի հասցնի, չնայած ժամանակացով մինչև 2030 է։ Այսինքն ինչի համար եմ ասում, որովհետև Հայաստանը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության ու արտակարգ իրավիճակ առաջանա Հայաստանին մահացու վտանգ սպառնա անվտանգության հետ կապված խնդիրներ, կարող ենք մենք դիմել, ասել ժողովուրդ ջան, բա մենք ընտրեցինք ձեր ճանապարհը, մենք հիմա խնդիր ունենք, բա եկեք տեր կանգնեք, եւ իրանք արտակարգ որոշում կայացնեն, ոչ թե Հայաստանին չափորոշիչների սանդղակով 30 տարում առաջ տանեն, այլ շատ ավելի արագ տեմպերով հաշվի առնելով, թե մենք ինչ բարդ տարածաշրջանում ենք գտնվում։ Հիմա մարդը ասում է չափորոշիչները ռազմական իրավիճակում, նոր իրավիճակում պետքա վերանայեն։ Սա ստանդարտներով չպետք է շարժվենք խաղաղ ժամանակների։ Հիմա հասկացաք դա ինչքանով է մեզ համար կարևոր։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Եվրոպան պետք է համախմբված գործի, երբ խոսքը վերաբերում է արկտիկական տարածաշրջանի անվտանգությանը։ Գրենլանդիայի շուրջ խնդիրներ կառաջանան, բայց այժմ այնտեղ է գտնվում արկտիկական ժամապահ առաքելությունը։ ՆԱՏՕ-ն եւ մյուս դաշնակիցներն այժմ մշտապես ներկա կգտնվեն Գրենլանդիայում եւ դրա շուրջ, եւ դա շատ կարեւոր առաջընթաց քայլ է։ Հաղորդավարի հարցին, թե կարելի է արդյոք գին նշանակել Գրենլանդիայի համար, Ֆրեդերիկսենը պատասխանել է՝ իհարկե ոչ, անհրաժեշտ է հարգել ինքնիշխան պետություններին եւ մարդկանց ինքնորոշման իրավունքը։ Գրենլանդիայի բնակիչները հստակ հասկացրել են, որ չեն ցանկանում ամերիկացի դառնալ։ Չմոռանանք, որ շատ մեծ միլիարդներ ցանկանում էին տային Դանիայի կառավարությանը եւ հենց 57,000 բնակչին ամեն մեկին վճարել $1 միլիոն։ Դա տալիս էր Դոնալդ Թրամփը։ Բացի դրանից Դանիային էլ էր առանձին վճարում, որտեղ Դանիան ամեն տարի իր բյուջեից փոխհատուցում է տալիս Գրենլանդիային։ Այսինքն դուք պատկերացրեք այս մարդկանց կռիվը, որ չի վաճառվում մեր հայրենիքը, այդ սարցի կտորը ոնց որ ասում էր Դոնալդ Թրամփը, եւ մեզ ասում են ժողովուրդ ջան, իսկ դուք չեք ուզում Հայաստանը էժան բենզինի դիմաց տակ Ադրբեջանին, այն մարդեսին չկամեցող ժողովուրդ եք։ Ժողովուրդ ջան, գնացեք, սովորեք ինչպես աշխատել էսկիմոս։ Դա լուրջ մասնագիտություն է։ Գոնե մի քիչ արժանապատվության ինչ որ հնարավորություն կարող է հույս ունենանք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրել է. Մյունխենում Զելենսկուի հետ քննարկել ենք անվտանգությունը եւ Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը։ Նախագահ Թրամփը ցանկանում է գտնել լուծում, որը մեկընդմիշտ կդադարեցնի արյունահեղությունը։ Բայց իհարկե ամեն դեպքում Ամերիկան դեռ հույս ունի, որ քանի Պուտինը չի տապալվել, գոնե հասցնի խաղաղություն կնքի, որ Պուտինը չտապալվի, որտեղ Դոնալդ Թրամփի համար Պուտինի տապալվելը ավելի անհանգստացնող է, քան հենց Պուտինի համար, որտեղ Թրամփը մտածում է բավաղը նախագահ չելի, բա ում հետ է բիզնես անելու։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է. Մյունխենում մենք Բերլինի ձևաչափի ղեկավարների հետ համաձայնեցինք Ուկրաինայի համար նախատեսված էներգետիկ եւ ռազմական օգնության կոնկրետ փաթեթների վերաբերյալ մինչեւ փետրվարի 24-ը։ Ես շնորհակալ եմ մեր գործընկերներին օգնելու պատրաստակամության համար եւ մենք ակնկալում ենք, որ բոլոր մատակարարումները կհասնեն արագ։ Ուկրաինային օդային պաշտպանություն է անհրաժեշտ ամեն օր Ռուսաստանին ահաբեկչության լծակներից զրկելու համար, նշել է Զելենսկին։ Այո, դուք տեսաք, որ այդ պայմանավորվածությունները Ուկրաինային օգնելու եւ մեկ էլ տեսեք Դոնալդ Թրամփի վարքագիծը իր հարևանների հետ վաղը դա էլ է փոշմանելու, ոնց Եվրոպայի հետ կապված մեղայականով եկավ Ռուբիոն հանդես եկավ, հիմա նույնը լինելու է Կանադայի հետ։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը։ Օվկիանոսից այն կողմը, Թրամփն ասում էր, մեզ օվկիանոս է բաժանում, Եվրոպան մեզ հետաքրքիր չի։ Կալասը պարզաբանել է, որ այդ մասին իրեն ասել են Կանադայում գտնվելու ժամանակ։ Եվրոպան ոչնչացման եզրին չէ։
Բայց երբ որ հիմա Մարկո Ռուբիոն մեզ ասում է, որ բա մենք Եվրոպայի ինտեր ենք, այսպես, բա անցյալ տարի նույն Մարկո Ռուբիոն, անցյալ տարի նույն պաշտպանության նախարարն ու Դոնալդ Թրամփը չէին ասում, օվկիանոսը բաժանում է, մեր առաջնահերթությունը հիմա Չինաստանն է, դուք գնացեք ձեր հարցերը լուծեք։ Բա մենք դա ենք հիշացնում, ժողովուրդ ջան։ Իսկ վերջո նաև Իրանի հետ կապված հարցը լուծված չի, այդ լարվածությունը շարունակվում, որովհետև խնդիրը լուծված չի։ Իսկ դա մեզ համար խնդիր է, որովհետև Հայաստանը շարունակում է ռազմավարական դաշնակցային գործընկերությունից խոսել Իրանի հետ, իսկ Իրանը մեզ համար արդեն պրոբլեմատիկ պետություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշելով, որ ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր, հայտարարել է. մենք հաղթեցինք առաջին երկրորդ համաշխարհային պատերազմներում, մենք ունենք իրական ուժ, սա մեզ անհրաժեշտ է, եթե գործարքը չկնքվի։ Մենք շատ մեծ ավիակիր խումբ ենք ուղարկել Իրան։ Տեսնենք հնարավոր է արդյոք գործարք կնքել։ Կարծում էի, որ վերջին անգամ գործարք են կնքելու, նրանք դեռ շատ են ափսոսալու, որ չեն կնքել այն, հավելել է Թրամփը։ Հիմա դրան արդեն պատասխանում են Իրանից։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ վերջին սպառնալիքներին, Թրամփին խորհուրդ տալով երկու անգամ մտածել նախքան որևէ քայլ ձեռնարկելը։ ԱՄՆ նախագահի հակաիրանական հայտարարությունները բնորոշել է նվաստացուցիչ մեկնաբանություններ, որոնք չպետք է հնչեին, եթե նա իրոք ցանկանում է բանակցել Իրանի հետ։ Եթե Թրամփն իրոք պատերազմ է ուզում, ինչու է բարձրացնում բանակցությունների հարցը, ասել է Մուսավին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զգուշացրել է Թրամփին, որ պատերազմ սանձազերծելու դեպքում Իրանը Թրամփին այնպիսի դաս կտա, որը նա չի մոռանա։ Հարցը նա չի, թե ում դաս կտա, հարցը նա դա այն Ամերիկանն է, որից անվտանգություն ենք ակնկալում, եւ այն Իրանը, որ ասում է դա չանես, որովհետեւ խնդիր ես ունենալու ինձ հետ։ Այսինքն հիմա մենք այս պարագայում ենք գտնվում եւ տեսակ, որ լուծումը մերոնց գտած այս բոլորի ոտերն ընկնելու լուծումը կախված է Ռուսաստանին նորից դիմելու մասին։ Եվ հանկարծ չասեք, թե Դոնալդ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը հարցերը նենց ա լուծել, լսեցիք, թե ոնց ա լուծել։ Պարզ լսեցիք։ Ուղղակի Դոնալդ Թրամփի հետախուզությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել կզել Ալիևի առաջ, Էրդողանի առաջ եւ Պուտինի առաջ, երեքի հետ էլ ինքը շփում ունի։ Ու ինքը վիրավորված ասում է, ոնց աշխարհի ես ամենահզոր երկիրն եմ, հետո ա որ իմ առաջ չկզի։ Այսքան մի բան, ավել բան չակնկալեք, որովհետեւ եթե Ամերիկայի հետ մենք գործընկեր լինեինք, առաջի ուրախը ես կլինեի։ Ով ուզում է դրան հասցներ, կասենք փառք Աստծո, մի հատ հարց լուծվեց մեր երկրի համար։ Դա այդպես չի, ժողովուրդ ջան։ Իրար ինքնախապեյությամբ զբաղվել պետք չի։ Այնպես որ այս կարգի հարցերին պարբերաբար կանրադառնանք եւ դուք հասկացաք, թե ինչքան կարեւոր է, որ մենք իշխանության օրվա ասացի վրա չխաբվենք, որովհետեւ իրանք այն ժամանակ ուզում էին խաբեին, չկարողացան, այսօր խոստովանում են, թե երեք ինչ են արել։ Մենք էլ ասում ենք, այսօր պետք է զգոնելեք, որ վաղը չկանգնենք փաստի առաջ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։